Օրինակ երեկոյան ժամը 21:00 մենք նորից եթերում ենք բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ մեգալիգայում սկսվում է 6-րդ տուրը եւ Անդրանիկ հանդիպումը մեկնարկելու է Պորտուգալիա Ճապոնիա հանդիպումով եկեք շատ արագ ծանոթանանք թիմերի կազմերի հետ եւ անցնենք հանդիպմանը Սկսենք Պորտուգալիա դարպասապահ Գրիգորյան Նարեկ Գրիգորյան, Էրիկ Հակոբյան, Վահե Լոլոյան, Սամվել Մակինյան, Արսեն Փիլոյան, Ռուբեն Ավետիսյան, Պապ Բաղդասարյան, Նարեկ Հմանյան, Դավիթ Գաբրիելյան, Իգոր Մուսայելյան, Արամ Նիգոյան, Սիմոն Աբրահամյան եւ Գոր Միրդոյան։ Ճապոնիա դարպասապահ Վաղո Թոմասյան, Համլետ Շահբազյան, Միխայել Քալաշյան, Մհեր Կագանյան, Մուշեղ Կագանյան, Վահե Անջալյան, Տիգրան Մակիչյան, Գոր Կագանյան, Դավիթ Սիմոնյան, Տիգրան Բաղդասարյան, Արտյոմ Տերեշենկով, Արամ Նալտակյան, Սամվել Ստեփանյան, Մարտին Գյուլասյան, Վահե Գալստյան, Վաչագան Խաչիկյան եւ Էրիկ Ֆոյան։ Սպիտակ մարմնախուստով այսօր կգործի Պորտուգալիայի հավաքականը, իսկ մուգ կապույտ Անդլակուստով կմեկնարկի Ճապոնիայի հավաքականը գնդակը կենտրոնից խաղարկեցին Ճապոնիայի ֆուտբոլիստները եւ պաշտպանությունից սկսելու են իրենց հանդիպումը Բաղդասարյանն է գնդակով իհարկե այսօրվա խաղի ֆավորիտը Պորտուգալիայի հավաքականն է, բայց Ճապոնիայի հավաքականը հիշեցնենք, որ ֆավորիտներ չի ճանաչում եւ այս առանձնությունում առաջի դեպքը չէ, որ իր իսկ մրցակցին, որը որ նաեւ այդ խաղի նշենք ոչ այսպես որ 100%-անոց հաղթանակ պետք է տանեն Ճապոնիայի նկատմամբ, բայց ֆավորիտը հենց նա այդ թիմերից որևէ մեկն է եղել եւ Ճապոնիայի հավաքականը կարողացել է այստեղ միավոր փլել ինչպիսի անցում էր այստեղ Հակոբյանի կողմից գերազանց գործեց ուղղակի ձախ թևում Հակոբյանը, բայց խաղանկերները չհասկացան Պորտուգալիայի հավաքականի 7 համարին Հակոբյան նորից խլեց հերվից հարված դարպասապահ երկրորդ փորձից խլեց գնդակը վերցրեց այն եւ բոլորին առաջ է փորձում ուղարկել Կագանյան Բարձրից լավ խաղարկում էր և մնացին գնդակով ճապոնացիները Կագանյան Սարյան նորից Կագանյան Ստևով փոխանցում և փոխանցումը չստացվեց հարված դարպասից Գրիգորյանը գնդակը մցրեց խաղի մեջ Աբրահամյան Ողեց գնդակը խաղանկերություն նորից Գրիգորյան Եվ ուժեղ հարված առաջ Հասավ գնդակ այստեղ Հակոբյանին Եզրից Մուսայելյանն է գնդակը նետելու խաղի մեջ Ամյան Ոչ թվում Լոլոյանը ոչ չասել սավ գնդակին Լոլոյանը Եզային նետումը Պորտուգալիային է.
Գրեցին գնդակը ճապոնացիները և հեռացրեցին գնդակը Աբրահամյան Լոյան հեռվից հարվածի փորձ փակեցին երկրորդ տեմպով է Պորտուգալիան գրոհ կատարելու Մուսայլյան և այս փոխանցումը անասწր կտեսնենք հարված դարպասից մի փոքր մրցաշարային աղյուսակի մասին խոսենք Պորտուգալիան 5 խաղից հետո ունի 6 միավոր և ինչն է այստեղ Պորտուգալիա հավաքականի մեկ ցուցանիշ ունի, որով որ 9 գնդակ է հեղինակել և 9 գնդակ էլ բաց է թողել, հա այսպես XG-ն 0 է Պորտուգալիայի և իհարկե 6 միավոր ունեցող թիմերի մեջ նա հենց առաջատարն է Չին գնդակը Պորտուգալիայի ֆուտբոլիստները Հակոբյան շատ լավ պայքար է առաջարկում Հակոբյանը այստեղ Ալաշյան Պաշտպանությունից դուրս են գալիս բայց շատ արագ ուղղեցին իրենց սխալը ճապոնացիները Եթե կարելի էր այսպես ամփույթ գործել, ամեն ինչ լավ է դասավորվում Ճապոնիայի համար, Կագանյան, լեցին գնդակը նրա հենց էլ, Լոյան, ցածրից այստեղ մնաց գնդակը Պորտուգալիայի մոտ, բարձրից և այս գնդակը դարպասապահին է Կագանյան Լավ դուրս եկան տրեսինգից ճապոնիայի ֆուտբոլիստները Ինչ վերաբերվում է Ճապոնիայի հավաքականին, ապա Ճապոնիան ունի 5 միավոր 12 խփած և 11 բաց թողած 5 տուրից հետո Հարգեցին, բայց այստեղ Մուսայլյանը լավ պաշտպանվեց, Կոգոնյան խլեց գնդակը, Շեխ Կագանյան հեռվից հարված, Արկասապահը փրկեց, բայց մինչ հարվածը խախտել էին կանոնները Կանային հարված կիրացվի Ճապոնիայի հավաքականը Կագանյանն է գնդակի մոտ Կագանյան հարված Անկինային Աբրահամյանից էր հեռացել գնդակը Չկար վտանգավոր ոչինչ այստեղ Եզրային նետում է կատարելու Պորտուգալիա Կագանյան մնացին գնդակով ճապոնացիները
Եվ նորից պաշտպանությունից վերսկսում են իրենց գրոհը։ Երկու ստեկ սխալներ, Կագանյան մեգնդակով կտեսնենք հարված։ Կա հարվածը և փրկում է դարպասապահը։ Հիասքանչ սեյվ էր Վիճա Գրիգորյանի կողմից։ Մերթանդ մերթ։ Ճապոնիայի հավաքականը խայթում է։ Պորտուգալիայի հավաքականին։ Կագանյան։ Պաշտպանությունը մեխահարկում գնդակը և դեպի դարպասապահն են բերում գնդակը։ Ռամյան դեպի Գրիգորյանը և Մուստայլյանը նորից պաշտպանությունում խաղարկում է գնդակը Աբրահամյանի հետ։ Լոլոյան չհասավ գնդակին Լոլոյանը։ Շատ թույլ էր այստեղ փոխանցումը միտը կարելի էր այսպես ամպույտ գործել։ Եզրից գնդակը Պորտուգալիայինն է, Հակոբյան, երկար է պատրաստվում, վերջում նետեց գնդակը, դեպի դարպասապահը։ Ռամյան լավն էր փոխանցումը, բայց այս գնդակը դարպասապահինն է։ Մեկ րոպե անցավ խաղի սկզբից դրոն էր հարվածային չէ հանդիպումը, ավելի շատ դաշտի կենտրոնում է պայքարը գնում երկու թիմերի մոտ էլ։ Հիմա գրում է աչթևով Ճապոնիայի հավաքականը։ Արման դարպասից։ Լոլոյան Սմերթի մինոր գրոհը Լոլոյանը աչթևով մնացին գնդակով պորտուգալացիները գեղեցիկ անցում է հանդիպման հաշիվը 1-0 Պորտուգալիայի հավաքականը հանդիպման 13-րդ րոպեին բացում է հանդիպման հաշիվը Սոլոանցում կազմակերպեց Պորտուգալիայի 22 համարը և բացված է հանդիպման հաշիվը 1-0 Վերսկսվում է կենտրոնից հանդիպումը Ճապոնիան սկեց և կորցրեց այն Հակոբյան ինչ պայքարի մեջ է մտնում Հակոբյանը, բայց լեցինը հենց գնդակը նորից Լաշյանի հետ է պայքարում, բայց չկարողացավ խլել գնդակը Կագանյան շարժվում է առաջ այստեղ էլ
Դարպասապահ դուրս է գալիս Վիճա Գրիգորյանը առաջ գնդակին եւ հեռացեց գնդակ Ռամյան Ուղղակի հեռացրեց գնդակը Աբրամյանը Քորյան սկսում է թիմի գրով այստեղ չկար ոչինչ Ես դրից ընդամենը կնետի գնդակը ճապոն է Թողեցին գնդակը դարպասապահին Գրիգորյան նա վեր Լոլոյանին նկատել, բայց սպանները խլեցին գնդակը Վերջո խլեցին գնդակը Ակոպյան խլեցին նրանց գնդակը Արնաշպոտ այստեղ ի վերջո մոտ է գնդակը Վալեի Ռամյան Արգում է գնդակը ճապոնիայի ավակականը Պորտուգալիան է գրոհում կենտրոնով ասվեց Լոլոյանը, բայց վերջի պայն նորից Գագանյանը պաշտպանությունում լավ գործեց և հեռացրեցին գնդակը
Լավն է փոխանցումը, բայց դա պասապահավերցն է գնդակ։ Եզրից Պորտուգալիան է նետելու խաղ մի փոքր խամրեց։ 5 րոպե առաջի խաղակեսի ավարտը կոպիտ սխալ այստեղ թույլ տալիս Պորտուգալիան, բայց լավ է հասցրեցին պաշտպանները խլել գնդակը։ Ոլոյան Մնաց գնդակով Պորտուգալիայի ավակականը և խոսքից վրա էլ խլեցին գնդակը Ճապոնիայի ֆուտբոլիստները Մուսայլյան լավ պայքար առաջարկեց Հակոբյան գեղեցիկ էր Մուսայլյան հեռացրին գնդակը և այս հարվածն էլ շեղը Նորից գնդակը խլեցին պորտուգալացիները Գեղեցիկ էր Հակոբյան մեկապումով Լոլոյան և հարվածը չստացվեց այստեղ Շատ լավ էր ամեն ինչ կատարված, բայց վերջին պահին Կատարողականը չներեց, այստեղ հեռացնում են գնդակը Պորտուգալացիները և արագ հակագրվեց աղթևով Սլանում է առաջ Հակոբյանը գերազանց է ամեն ինչ կատարում, բայց խլեցին գնդակը երկրորդ տեմպով Աբրահամյան հեռվից հարված, դարպասապահը փրկեց Այստեղ ոչինչ չկար, պետք է շարունակել հանդիպումը Osmançılıyız harika meganda ke Portugalyan Լեցին նորից Պորտուգալացի գնդակը Ստևով Լոլոյանը շարժում առաջ բարձրից և այստեղ մի փոքր չհասավ գնդակին Պորտուգալիայի 19 համարը
Abrahamian, խլեցին գնդակը նորից Պորտուգալիայի պաշտպանները։ Սայլյան, ուժեղ այս փոխանցումը։ Երկու ստեկ սխալներ, ի վերջում մոտ է գնդակը Ճապոնիայի աչքերով ազատ է խանկերը, բայց կենտրոնով կապարեցին փոխանցումը եւ Գագանյանի հարվածնել Ակեցին անկյունային կլինի Բարձրից Եվ այստեղ նորից գործերեցին գնդակը Ճապոնիայի ֆուտբոլիստները 25 րոպե մնաց անցյալում 1-0 Պորտուգալիան առջևում է Եվ վերջ ավարտված առաջի կեսը մի փոքր գնանք ընդմիջելու եւ վերադառնանք դիտելու հանդիպման երկրորդ խաղակեսը Վերսկսվում է երկրորդ խաղակեսը սիրելի ֆուտբոլասերներ Հիշեցնեմ, որ առաջի կեսից հետո հանդիպման հաշիվն է 1-0 Պորտուգալիայի հավաքականը առջևում է միակ գնդակը հեղինակել է Պորտուգալիայի 22 համարը Գաբրիելյանը Ինչ կարող եմ ասել առաջի խաղակեսի մասին մի փոքր այստեղ հարվածը եթե այնպիսի բաղավոց լսեցինք մենք ինքներս անավարտ մնացին Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը ոչինչ չէր արել այստեղ հետ պաշտպանում իհարկե գնդակ եզրից նետելու է Պորտուգալիայի հավաքականը Աբրահամյան այստեղ ոչինչ չէր արել բայց Այսպես վնասված ստացավ, փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբում Գրում է հիմա Պորտուգալիայի հավաքականը աջ թևով շարժում են առաջ Եվ հեռացրեցին պաշտպանները գնդակ Japonիայի հավաքականն է գնդակով
Գործերին գնալը եզրից Պորտուգալիա հավաքականն են նետելում։ Ինչն առաջի խաղակեսի մասին էլ մի փոքր եթե նոր եք միացել մեզ։ Առաջի խաղակեսը ավարտվեց այնպես, ընթացավ այնպես, ինչպես սկսել է երկրորդ խաղակես, այսինքն գնդակը Պորտուգալիայի մոտ է, Ճապոնիան պաշտպանվում է, Ճապոնիան մեկու մեջ գրոհներ է կատարում, բայց ապարդյուն Անկնային է իրացնում Պորտուգալիայի հավաքականը բարձրից, պաշտպանները հեռացրեցին, երկրորդ տեմպո վերբից ավարտ, բարձր է։ Գրոհում էր Ապոնյայի հավաքականը, Սարյաններ, գրողը այստեղ ապարդյուն նորից այս գրողը ավարտվեց, Մուսալյան, Աբրահամյան, Ետրոնով խաղարկում է գնդակը Պորտուգալիան, պասապային են միացնում այս խաղարկությանը, ամել խաղարկմանը ինչպես ցանկանակ Արվածը փակեցին պաշտպանները, կրանքով գեղեցիկ էր, բայց հասցե Վյան, զաղթևով պակերը միանում է ապաղեցին այստեղ, բայց կտեսնեք արվածը երկրորդ գնդակը դարպասում է 2-0 է դարձել հանդիպման հաշիվը Պորտուգալիայի հավաքականը երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին կնապատկում է հանդիպման հաշիվը Ետրոնից սկսեց հանդիպումը Ճապոնիան Երկուստեք սխալներ Վերջը Պորտուգալիայի մոտ է գնդակը աչքևով շարժում են առաջ Գաբրիելյան Փորձեց գնդակը Գաբրիելյան Չրեցին գնդակը ճապոնացիները լոլոյան Հերվից անված Անկինային Լոլոյան ծացրից հեռացրին պաշտպանների գնդակը Եվ դեպի դարպասապան են խաղարկում գնդակը Սայլյան
Լավ, չէր այստեղ։ Փոխանցում գտիք հարվածնել։ Չէ։ Ռիսկային էր ամեն ինչ, բայց Լոլոյանը չհասավ այստեղ գնդակին։ Հələ այս գնդակը նորից Պորտուգալիան։ Մնաց գնդակով եզրից նրանք են նետելու։ Ռամյան թողեց պասապային գնդակը։ Յան, եղեցիք շրջվեց Գաբրիելյան, հա? Ռամյան, եզրը աչ։ Եվ այսպես շատ հանգիստ հարկում է գնդակը իր իսկի սադաշտում Պորտուգալյան։ Ռամյան սխալվեց հենց խոսքից վրա, Կագանյան վտանգավոր կարող է լինել և շեղը արվածը։ Ինչ վտանգավոր ակագրո էր Ապոնիայի կողմից, հիմա գրում է Պորտուգալիայի հավաքական անկյունային։ Երեք դրել է դառնում հանդիպման հաշիվը Աբրահամյանը եզրափակում է անկյունայինի այս փոխանցումը Լոլոյանից, լավն էր։ Պորտուգալիան շատ արագ երրորդն է հեղինակում։ Այսպես շատ հանգիստ Պորտուգալիան 3 գնդակի առավելություն է ստանում։ Եվ լուծում է 3 միավորի հարցը ինձ թվում է Պորտուգալիայի հավաքական այս խաղում։ Մնում է հասկանալ, թե ինչ հաշվով է լուծում։ Հարցը Կապելյան Եզրային նետում Կապելյան Լոլոյան Այսօր Լոլոյանն է մի փոքր պասիվ, բայց հարիվ չէ, Լոլոյանը պասիվ է, խաղանկետները ոչ, և առանց նրա, Լոլոյանի փոխանցման հեղինակ դարձել է Լոլոյանը, բայց առանց նրա, պես Պորտուգալիայի հավաքականը, շատ հանգիստ, լուծում է, իարչև դրված խնդիր է, հիմա Լոլոյանն է հենց գնդակով, իհարկե փորձին անում պետք գոլ է հնակ դառնա,
Խախտում, կար այստեղ։ Եվ այստեղ մի փոքր բարձր ընթացով, ինչ փոխանցում էր Աբրահամյանի կողմից այնտեղ էլ Հակոբյանը հանկացավ խով եզրափակել, բայց բարձր ստացվեց։ Աբրահամյան նորից ուժեղ էր այստեղ։ Մեն առաջ ճապոնիայի ֆուտբոլիստները Բաղդասարյանը Ուլետ Վյան գեղեցիկ է Լոլոյան արված Ակեցին Հակոբյան Եվ անքնային Ստացվեց և դրից գնդակը Պորտուգալիայինն է։ Չէր դարպասապա հասնում է գնդակը։ Գեղեցիկ էր, Հակոբյան Լեց Պորտուգալյան նորից գնդակը Եվ փոխանցում այսպես ստացվեց Դարպասից Դրանով ճապոնյան շարժուն առաջ Բաղդասարյանը կենտրոնում ազատվել էր, բայց Կագանյանի փոխանցումը չստացվեց Աբրահամյան Դեպի դարպասապահն է խաղում Պորտուգալյան Երազանց փոխանցում է Լոլոյանի ուղղությամբ կենտրոնում այստեղ են Արված այսպես Որովտ է հայտնվում դարպասում Չի ասում ռոպեներ առաջ Եվ ահա Լոլոյանը ասում է ստացիր և ստորագրիր Օրդրոք Լավ գնդակ էր Լոլոյանի կողմից Երազանց փոխանցում էր Հակոբյանը մի փոքր շեխ արվածեց Լավն էր ոտքերի մեջով այսպես ասենք Փողարկված փոխանցում դեպի Հակոբյանը կատարեց Լոլոյանը, բայց փոքր շեխ ստացվեց Հակոբյանի արվածը Լոլոյան խլեց գնդակ Հակոբյան Այլ Հակոբյանը թույլ փոխանցում կատարեց Էցին գնդակը Պորտուգալացիները Որերորդ հաշվել եք Ես հաշվիվը կորցրել եմ արդեն
Իացված անկյունայինը ռացլին պաշտպանները և եզրի ծգնդակը ճապոնյայինը։ Ամյան Կապելյան Ետը դեպի աչ Երազանց փոխանցում է Ակոպյանի հարվածը ստացվեց մնաց գնդակով և վաստակեց ևս մեկ անկյունային Բարձրից Հաղթել են կանոնները արձակվող թիմի ֆուտբոլիստները Երեղեցիկ էր Եվ կործրեցին գնդակ Հակոպյան, վաղթևով սլանոն առաջ, Հակոպյան հարված պակեցին, երկրորդ հարվածը կտեսնենք Ֆանտաստիկ փոխանցում էր Լոլոյանի ուղղությամբ և դուբլի հեղինակ է դառնում Լոլոյանը 5-0 Դուբլ Աբրամյան, չեցրեց գնդակ Աբրամյանը Օգանյան խլեց և արվածը պակեցին անկնային կլինի Օյան, իրացեցին անկնայինը Կագանյան Շերը Լոլոյանը էրվից հարվածը պակեցին և մեկ հարված կապոսը պապրիկ է Ագանյան Եղբայրներն է խաղարկում գնդակը և այստեղ անկյունային հարված տապասից Նած գնդակով Ճապոնյան Էրվից հարված Փոքր շեղությամբ է ընթանում և անկյունային կլինի Չել էր Տղալ է ֆուտբոլիստներից Ագանյանն իրացնելու անկյունայինը Jan Jan
Եվ շեղը։ Ուշ է խարված առաջ։ Սկսում է Պորտուգալանի թիմի վերջի գրողներից մեկը Նոլոյան, սա էլ կես հետրիկ։ 6-0 Իհարկե լինի խաղի լավագույն ֆուտբոլիստը Լոլոյանը, դա պարզ է։ Մի համարն է։ Առաջի խաղակեսը իհարկե նորից նշում։ Ոչ այդքան ակտիվ էր, բայց ոչ այդքան բայց այսպես երկրորդ կեսում դրսն էլ տվեց ինձ 3 գոլ, 1 գոլ են փոխանցում եւ իր տեղը դիջում է Մուսայելյանին Nei ներացնում Ճապոնիան, Կագանյան, կտեսնենք հարված Bravo re Եվ հեռացրեցին պաշտպանները գնդակը Եվ վերջ Ավարտված հանդիպումը սիրելի ֆուտբոլիստներ 6-0 Պորտուգալիա հավաքականը հաղթում է այս խաղում Շնորհավորում եմ Պորտուգալիա հավաքականին շնորհակալություն ձեր այս հանդիպումը ինձ հետ դիտելու համար խաղը մեկնաբանեց Վարշավա Պետրոսյանը Հանդիպենք մեգալիգայի եթերում հաջողություն